Ինչպես արդեն Star News-ը տեղեկացրել էր, Սոֆի Դևոյան կրտսերը մեկնել էր Մոսկվա ուսում ստանալու նպատակով։ Նա երեկ իր ինստագրամյան հարթակում վերադարձից հոլովակ է հրապարակել, որտեղ երևում են ընտանիքի անդամների ջերմ հույզերը Սոֆիին դիմավորելիս։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Իսկ հրապարակած լուսանկարին կից Սոֆին անկեղծ գրել էր. «Նենց ազատ մարդ եմ ինձ զգում»։ Դևոյան կրտսերն ով իր ինստագրամյան հարթակում հաճախ է հրապարակումներ անում, հետևորդներից մեկի հարցին, թե որն է նրա երջանկության բանաձևը, Թորի բաժնում կիսվել է ամուսնու հետ համատեղ լուսանկարով և պատասխանելով հարցին գրել նա. «Օրերս պարուհու ծննդյան տարեդարձն էր, որը, ինչպես ամանորը, նա նշել է Հայաստանի սահմաններից դուրս։ Սոֆին ստացել է շքեղնվեր, որով էլ կիսվել է իր ինստագրամյան հետևորդների հետ։ Նա հրապարակել է հոլովակներ, որտեղ ցույց է տվել թե նվերը, թե հանգստից կադրեր։ Առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության»։ Անե Գրիգորյանին հյուր էին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը և Սոֆի Դևոյան կրտսերը։ Ինչպես արդեն Star News-ը տեղեկացրել էր, Սոֆի Դևոյանը վերջերս ամուսնացել է։ Եվ զրույցի ընթացքում խոսք եղավ նրա ամուսնուց։ Տատիկն էլ անկեղծորեն կիսվեց իր կարծիքով. «Գլոբալ բաներից չի վախենում կյանքում։ Ես մարդու հետ առաջին հանդիպումից արդեն շատ բան եմ հասկանում։ Վստահ եղեք, ինձ համար պարզ է ով է ինքը։ Ինչ բնավորություն ունի, շարժուձևից, հայացքից։ Մարդու հետ կես ժամ շփվելուց հետո արդեն զգում ես. ձեռքից պինդ, շռայլ, բարի, թե չար մարդ է։ Այդ կես ժամվա ընթացքում կարելի է շատ բան նկատել, եթե, իհարկե, դու հոգեբանությունից փոքր-ինչ հասկանում ես»։ Հատկանշական է նաև նշել, որ հաղորդման ընթացքում տատիկը մեղմորեն խոսեց Սոֆիի ամուսնությունից հետո տանը տիրող տրամադրության մասին, որ մի փոքր տխրություն և անսովոր դատարկության զգացողություն կա։ Նման զգացողության մասին վերջերս խոսել էր նաև Զարուհի Բաբայանը «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում։ Քանի որ Սոֆին ամուսնացել է, իսկ եղբայրը սովորում է Չինաստանում։